You don't have the cards right now. Ուկրաինան արդեն մի քանի օր է հետախուզական տվյալներ չի ստանում Վաշինգտոնից, ինչը թանկ է նստում Կիևի վրա։ Ամերիկյան Maxar Technologies օդատիեզերական ընկերությունը ևս երեկվանից դադարեցրել է հետախուզական տվյալներ փոխանցել Ուկրաինային։ Հետախուզական տվյալներից զրկվելուց հետո ճակատի բոլոր ուղղություններով բարդացել է Զելենսկիի գործը։ Տելեգրաֆ թերթը գրում է, որ Կուրսկում ուկրաինացի 10,000 զինծառայող հայտնվել է շրջափակման վտանգի տակ։ Ուկրաինացի զինվորներից մեկը թերթին պատմել է, որ հրամանատարությունը հնարավոր է նահանջի հրաման տա։ Այս գիշեր ռուսները անարգել հարձակվել են Դոնեցկի էներգետիկ քաղաքացիական օբյեկտների վրա։ Մեկ տասնյակից ավելի մարդ է մահացել, 30-ը վիրավորվել։ Ուկրաինան ռազմական հանցագործություն է անվանում Ռուսաստանի արածը։ Մոսկվան հերքում է, թե կրակել է ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Մեր էներգահամակարգի եւ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը Ռուսաստանի համար այնքան սովորական, այնքան ստոր եւ ցինիկ էր։ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ խաղաղության գնալ։ Ամեն օր ռուսական հարվածները ապացուցում են, որ հենց Ռուսաստանին պետք է պարտադրել խաղաղությունը։ Україна готова до миру якнайшвидше. I don't want a ceasefire. I don't want a ceasefire. Խաղաղության ամերիկյան առաջարկները անտեսած Ուկրաինայի նախագահը այսօր երազում է, թե երբ պետք է բանակցային սեղանի շուրջ կրակի դադարեցման կետերը քննարկեն Ուկրաինայի ու Ամերիկայի ներկայացուցիչները։ Ամսաթիվ դեռ չկա, բայց հանդիպումը լինելու է Սաուդյան Արաբիայում։ Վայրը խորհրդանշական է, քանի որ փետրվարի 18-ին ռուս-ամերիկյան առաջին բանակցությունները ևս այդ երկրում են տեղի ունեցել։ Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների գլխավոր դիվանագետները այսօր հեռախոսով քննարկել են սպասվող հանդիպման մանրամասները։ Ես կառուցողական զրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք քննարկել ենք ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների առաջիկա հանդիպումը Սաուդյան Արաբիայում։ Թրամփը ի դեպ խոստովանել է, որ ավելի հեշտ է լեզու գտնել Պուտինի հետ, քան Զելենսկիի։ Ես անկեղծ ասած ավելի դժվար եմ համարում Ուկրաինայի հետ գործ ունենալը, գուցե ավելի հեշտ է գործ ունենալ Ռուսաստանի հետ, ինչը զարմանալի է։ Ես հավատում եմ Պուտինին, մենք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Միացյալ Նահանգների աջակցությունն Ուկրաինային կախված կլինի խաղաղ բանակցությունների նրա պատրաստակամությունից։ ԱՄՆ ղեկավարը չի հավատում Զելենսկիի անկեղծությանը, ավելին կասկածում է, որ նա ուզում է դադարեցնել պատերազմը։ Հասմիկ Սերոփյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։